Սառեցված թե սպասողական վիճակ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում։ Քաղաքագիտական եւ փորձագիտական համայնքը այսպես է ձևակերպում. հայկական եւ ադրբեջանական կողմում կա անկալում, որ նախընտրական շրջանում պետք է պահպանել դրական ազդակների փոխանակումը, ինչը ոչ թե բանակցություններին է վերաբերում, այլ ընդհանրապես իշխանությունների միջև սիմվոլիկ պայմանավորվածության արդյունք է։ Այն հետընտրական շրջանում հնարավորություն կտա կազմակերպել բանակցություններ։ Բնականաբար բանակցությունները հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ըստ էության Վաշինգտոնի ուղիղ, այսպես ասենք, մասնակցությամբ է սկսվել, նկատի ունեմ այս փուլը։ Իսկ այս փուլում բնականաբար Վաշինգտոնի համար կան այլ առաջնահերթություններ եւ այս ամենը կարծեք թե ստիպում են, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները այս պահին երկրորդվեն։ Մերձավոր Արևելքում լարվածության պահպանումը, դրանով պայմանավորված նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների երկրորդումը նաև նպաստում է, որպեսզի Հայաստանում նախընտրական շրջանը սահուն անցնի։ Հայաստանի իշխանությունների համար ըստ վերլուծաբանների այս իրավիճակը ձեռնտու է։ Նոր անակնկալների մատուցման խնդիր չկա ժողովրդին, որպեսզի որոշակի պրոցեսներ գեներացվեն ընտրությունների նախօրեին։ Հետևաբար կարծում եմ այս փուլում բանակցությունների պայմանական դադարեցումը բխում է թե ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից եւ թե ներքաղաքական իրավիճակից։ Իրանական ճակատում Վաշինգտոնի համար ամեն ինչ պարզ չէ եւ հակամարտությունը առնվազն գոնե սառեցված չէ։ Վաշինգտոնի համար խնդիրները բավականին շատ են լինելու։ Հետևաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը, եթե Թրամփի վարչակազմը չօգտագործի սեփական հաջողությունները ցույց տալու համար, ապա այլ պարագայում էլ քաղաքական եւ բանակցային իմաստով այն առաջնահերթություն չի լինելու։ Սա նաեւ վերաբերում է Սյունիքով Թուրքիան Ադրբեջանին կապող թրիփին։ Այստեղ եւս մենք տեսնելու ենք առնվազն սառեցում իրավիճակի, քանի դեռ իրանական ճակատում Միացյալ Նահանգների համար ամեն ինչ պարզ չէ եւ որոշակի ստատուս քվո հաստատված չէ։ Տարածաշրջանում կարելի ասել Իրանը պահպանում է դոմինանտությունը կամ այն կիսում է Թուրքիայի հետ։ Այս պարագայում ըստ փորձագետների քիչ իրատեսական է, որ Ադրբեջանը կամ Թուրքիան որոշեն ռազմական գործողությունների միջոցով ճանապարհ վերցնել Հայաստանից։ Նրանք չեն ասում Հայաստանում տանկերով չենք հարձակվելու, որովհետեւ խաղաղություն է։ Նրանք ասում են մենք տանկերով չենք մտնելու, որովհետև կարող ենք մեքենաներով մտնել։ Տարբերություն կա այստեղ։ Եթե նրանք իրենց արժեն դրած խնդիրները կարծում են, որ կարող են լուծել բանակցությունների միջոցով, ինքնու պիտի դա անեն պատերազմի միջոցով։ Իրանի համար այդ ճանապարհը կարմիր գիծ է, եւ եթե Երևանը չցանկանա այդ ճանապարհը տրամադրել թուրք-ադրբեջանական տանդեմին, ապա Իրանը կկանգնի Հայաստանի թիկունքին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։